Sinus x-յորդի սահմանի հաշվումը x0-ից ձգտելիս այստեղ նկատենք, որ ունենք 0/0 տիպի անորոշություն 0-ի և պիկեսի միջև ընկած x-երը ու մի հատ անհավասարություն կապացուցենք, որ միջոցով արդեն կարող ունենք sinus x-յորդի սահմանը հաշվել։ Դիտարկենք միավոր շրջանագիծ ու թող այս անկյունն էլ x ռադիան լինի թող շրջանագծի կենտրոնը լինի ու AOB անկյունն էլ այնպեսին լինի, որ այդ անկյունը լինի x ռադիան։ Հիմա եթե դիտարկենք այս AOB եռանկյունը ու այդ նույն AOB սեկտորը, եթե եռանկյուն AOB-ն ենք նայում, իր մակերեսը AOB սեկտորի մակերեսից փոքր է, ճիշտ է։ Ու նաև OB կողմը շարունակենք մինչև A կետով այս x առանցքին ուղղված ուղի հետ հատվելը, այս C-ն ուղղայացա OA-ին ու C-ն գտնվում է OB ուղի վրա։ Հիմա եթե դիտարկենք AOC եռանկյունը, դրա մակերեսը այս սեկտորի մակերեսից էլ մեծ կլինի։ Այս երկու անհավասարությունները օգտագործելով տեսնենք եկեք սրանցից յուրաքանչյուր այս մեծություններից յուրաքանչյուրը հաշվենք, տեսնենք ինչ ենք ստանում։ Սրա հետ կապված հարց կա։ AOB եռանկյան մակերեսը, երկրորդը արդեն AOB սեկտոր, հա։ Արդեն այս մի փոքր ուռուցիկ մասը ի հավելում են։ Ինչպես։ Հա։ Արիա այդ բառից, հա։ Հա։ Հիմա եկեք եռանկյան մակերեսը եթե հաշվենք, այստեղ հիշեցնենք, որ վերցրել ենք միավոր շրջանագիծ, դե ինչ է լինելու, պետք է գրենք OA, OB, չէ, անգամ sinus x, կես, OA-ն էլ OB-ն էլ մեր մոտ մեկ են, այսինքն sinus x կես ենք ստանում։ Սեկտորի մակերեսը եթե ուզում ենք հաշվենք, մի հատ պետք է հաշվի առնենք, որ ամբողջ շրջանի մակերեսը ինչ է, պի անգամ մեկի քառակուսի է, ու այդ շրջանի մակերեսը համապատասխանում է ինչ անկյան, 2π, ճիշտ է, 2π ռադիան ունեցող անկյան, մեր մոտ անկյունը x ռադիան է, հա, ու համապատասխան մակերեսը հավասար կլինի ինչ, x անգամ, p անգամ մեկի քառակուսի ու բաժանած 2π։ Այսինքն պարզապես x կես։ Այս էլ արդեն ստացանք սեկտորի մակերեսը, մնում է հիմա AOC եռանկյան մակերեսը ստանանք։ Դա ինչն է, կանոնավոր այս եռանկյունը ինչպիսի եռանկյուն է։ O անկյունը AO անգամ AC-ն է։ AO-ն, հա, AO անգամ AC կեսը, իհարկե։ AO-ն մեր մոտ 1 է։ Հիմա AC-ն AO-ի
Միջոցով ինչպես կարող ենք արտահայտել։ Տանգեսը, չէ։ Այս եթե գրենք ոնց որ կարող ենք գրել AO անգամ AC AO երրորդ, հա։ Սա մեկ երկրորդը։ Ու այս մի AO-նք փոխարինենք էլի մեկով։ Իսկ AC AO երրորդը հենց տանգես x-ն է։ Այսինքն արդյունքում ստանում ենք տանգես x կեսը։ Հիմա եթե մեր ստացված պատկերների մակերեսները տեղադրենք են անհավասարության մեջ, հա, անհավասարությունների շղթայի մեջ, ինչ կստանանք։ Սինուս x կեսը փոքր է x կեսից, փոքր է տանգես x կեսից։ Իհարկե մի հատ կարող ենք հիմա այս բոլոր կողմերը բազմապատկել երկուսով, հա, որոնց ավելի հարմար տեսք ընդունի։ Սինուս x-ը փոքր է x, փոքր է տանգես x։ Այս որ x-երի համար ստացանք 0-ից պիկես, ճիշտ է։ Որի համար ոնց որ այդ x ռադիանի անկյունը կարող ենք դիտարկել ու այստեղ հատում է։ Ամեն ինչը կլինի։ Այստեղ 2π ռադիանին, այսի ես մեր մակերեսներ, ճիշտ է, համապատասխանում է, եթե դուք ամբողջ շրջանն եք վերցնում, որ 2π ռադիանին է համապատասխանում, իր մակերեսը π անգամ r քառակուսի, իսկ x ռադիանային անկյանը կհամապատասխանի արդեն համապատասխան x անգամ այս մակերես բաժանած 2π-ի վրա։ Շատ լավ։ Իդեպ այս անհավասարությունը, որ սինուս x-ը փոքր է x-ից, շատ անգամներ կարող է ձեզ պետք գա գործնականի դասերի ժամանակ։ Հիմա մեզ հետաքրքրում էր սինուս x x-երորդը։ Ոնց որ ինչ կարող ենք անել, այստեղ հեսա ոնց որ մի հատ x-ի բաժանենք, սինուս x-ը փոքր է x-ից, հետևաբար ինչ կստանանք։ Սինուս x բաժանած x-ը փոքր է 1 եւ x-ը փոքր է տանգես x-ն էլ ինչ տեսքով ներկայացնենք։ Սինուս x բաժանած կոսինուս x, ու քանի որ մեզ էլի հետաքրքրում է թե սինուս x x-երորդը ինչպիսին է, կարող ենք x-ի ու կոսինուս x-ի տեղերը փոխել, միևնույն է երկուսն էլ դրական են, հա։ Ստեղից էլ կունենանք, որ սինուս x x-երորդը արդեն կոսինուս x-ը փոքր է սինուս x x-երորդ, ճիշտ է։ Այսպիսով ինչ ստացանք, որ սինուս x x-երորդը ստանում ենք, որ գտնվում է 1-ի և կոսինուս x-ի միջև։ Այս տեղի ունի կամայական x-ի համար, էլի, 0-ից պիկես։ Հիմա, երբ որ x-ը 0-ին մոտենա, կոսինուս x-ը ինչին է մոտենալու, 1-ին, այսեն ինչ ենք ակնկալում, որ սահմանը լինի, հա, ոստիկանների կանոնը ոնց որ ֆունկցիաների համար էլ է գործում, ճիշտ է դեռ չենք ապացուցել, հա, հաջորդականությունների համար ապացուցել ենք, նույն ձևով ֆունկցիաների համար է գործում, ու տեղից կարող ենք էլի եզրակացնել, որ սինուս x x-երորդի սահմանը 1 է, կամ եթե ուզում ենք ոչ մի տենց բանից չօգտվենք, որը դեռ չենք ապացուցել, ինչ կարող ենք անել, հասկանալով, որ սինուս x x-երորդը ձգտում է 1-ի, դիտարկենք, ասենք սինուս x x-երորդ հանած 1-ը, հա, այսին ստեղ ստանանք սինուս x x-երորդ հանած 1-ը 0-ի և կոսինուս x հանած 1-ի միջև է, ճիշտ է։ Ու ընդ որում այս ամեն ինչը թե այս տարբերությունը, թե կոսինուս x հանած 1-ը իրանից ներկայացնում է ինչ ֆունկցիա, զույգ, կենտ։ Կոսինուս x-ը զույգ է, որ հաստատուն հանեք էլի զույգ կլինի,
Սինուսը կենտ է, x-ը կենտ է, հարաբերությունը կենտերի հետ երկու հատ մինուսները իրար հետ ոնց որ կրճատվեն պլյուս կդառնա, այսինքն էլի զույգ է։ Դեն եթե մի բան 0-ից պիկեսում տեղի ունենա, ինչ կարող ենք ասել։ Այո, մինուս պիկեսից 0-ում այդ նույն անհավասարությունը տեղի կունենա, հա, օգտվելով այս ստեղի մոտ կան լավ անցնենք ստեղ։ Sinus x երրորդի և կոսինուս x-ի ստանանք, որ արդեն այս նույն անհավասարությունը կոսինուս x հանած մեկը փոքր է սինուս x երրորդ հանած մեկ փոքր է 0 երբ որ x-ը մինուս պիկեսից պիկես բացի 0-ից, հա, այսինքն կարող ենք ասել, որ մոդուլ x-ը փոքր է պիկես ու մեծ է 0։ Հիմա կարող որ ուզում ենք տեսնենք, որ սինուս x երրորդը 1-ին է ձգտում, այդ հանած 1-ի մոդուլը պիտի գնահատենք, դե հանած 1-ի մոդուլը կարող որ սա բացասական թիվ է, մոդուլը կլինի 1-ից հանած կոսինուս x-ը։ Փոքր է մոդուլ կոսինուս x հանած 1, որը 1-ից հանած կոսինուս x-ն է։ Հիմա եթե մեր մոտ մոդուլ x-ը կամ մոդուլ x հանած 0-ն, հա, 0-ի եւ դելտայի միջև է, մենք ուզում ենք 0-ի դելտան այնպես ընտրել, որ սինուս x երրորդ հանած 1-ի մոդուլը փոքր լինի լավ, էպսիլոնից, հա։ Վերցնենք կամայական դրական էպսիլոն, հա։ Եվ ընտրենք դելտա մեծ 0, այնպես որ երբ սա տեղի ունի, ապա այս մոդուլ սինուս x երրորդ հանած 1-ը փոքր է էպսիլոն։ Մեր ուզածը սա ապահովելն է։ Դրանով իսկ ցույց կտանք, հա, սա աման սինուս x երրորդը, x-ը 0-ի ձգտելիս հավասար է 1։ Դե Դե ոնց էր, երբ որ x-ը ինչ-որ i էր ձգտում, մոդուլ x մինուս a-ն պահանջում ենք 0-ից մեծ լինի, հա, որ x-ը a չդառնա ու դելտա շրջակայքում լինի, այսպես ասած դելտա ծագված շրջակայքում լինի, հա։ Սա ինչ-որ մի հատ բացասական թիվ է, չէ, որը, ասենք չգիտեմ, մինուս 3-ն է, մինուս 5-ի ու 0-ի միջև է, իր մոդուլն էլ մինուս 5-ի մոդուլից փոքր կլինի, իհարկե մինուս 5-ի մոդուլն էլ դառնալու է 5, հա, այսինքն նույն թիվը մինուսով։ Բարի։ Հիմա մեզ պետք է դելտան այնպես ընտրենք, որ այս սինուս x-երորդ հանած 1-ի մոդուլը էպսիլոնից փոքր լինի, գիտենք, որ ինքը 1 մինուս կոսինուս x-ից է փոքր, նկատենք, որ երբ այս սա տեղ ունի, այս 1 մինուս կոսինուս x-ը մեր մոտ
կոսինուս x-ը ուզում ենք հասկանանք սա ինչքան մեծ կարա դառնա, այսինքն կոսինուս x-ը ինչքան փոքր կարա դառնա, հա, ու ամենափոքր արժեքը այս կոսինուս x-ի ընդունվելու է, որ կետերում եթե x-ը փոխվում է մինուս դելտայից դելտա, նո բացառությամբ 0-ի, ամենափոքր արժեքը կոսինուսի հենց այդ ծայրակետերում չի ընդունվելու, ասեն այս 1 մինուս կոսինուս x-ը փոքր է 1 մինուս կոսինուս դելտա, հա, ու իհարկե դա այն պայմանով, որ դելտան փոքր է հավասար պիկես, հա, ու հիմա կարող ենք 1 մինուս կոսինուս դելտան հավասար է էպսիլոնն էլ լուծել, կոսինուս էպսիլոն ինչա կոսինուս դելտան ստանանք, որ 1 մինուս էպսիլոն է ու դելտան էլ ստանանք, որ արկոսինուս 1 մինուս էպսիլոն է։ Իհարկե արկոսինուսը մեր մոտ կարա 0-ից պի լինի, հա, եթե ուզում ենք թե այս պայմանը տեղի ունենա, կվերցնենք դելտան S2-ից ամենամեծը, ամենափոքրը, ոնց որ եթե ուզում եք երկու պայման եւ դելտան 1-ից փոքր լինի եւ 3-ից փոքր լինի, ամենափոքրն եք, չէ՞, վերցնելու, որ փոքրից թե փոքր եղավ, այսպիսով վերցնելով դելտան հավասար է մինիմումը, իհարկե կամ էլ պետք է ասենք, որ պարզապես էպսիլոնը մեր մոտ դիտարկում ենք 1-ից փոքրերը, ու այդ դրանով կապահովենք, որ այս արգումենտը դրական է, 0-ից պիկես կլինի, եւ այդ ավելի լավ կլիներ ասել, որպեսզի միևնույն է սրա գոյության հարցը եկեք սենց, հա, այսպիսով էպսիլոնը փոքր է 1 դեպքում, այս դելտան փոքր է, դելտան, որը վերցնում ենք արկոսինուս 1 մինուս էպսիլոն կլինի փոքր պիկես եւ այս մոդուլ սինուս x-ից հանած մեկը փոքր լինելով 1 մինուս կոսինուս x-ից, որը փոքր է 1 մինուս կոսինուս դելտայից, ինչն էլ ըստ մեր ընտրության, դելտայի ընտրության հենց էպսիլոններ, այս ամեն ինչը տեղի կունենա, երբ x-ը ինչպիսին է։ Մոդուլով փոքր է դելտա, դելտայու սրը ինչով է։ Այս անհավասարությունը տեղի ուներ 0-ից պիկեսի համար։ Հիմա հաջորդը արդեն տեղի ունի մինչև դելտան, հա, ասեն, եթե ուզում ենք երկուսն էլ տեղի ունենա, պիտի մոդուլ x-ը դելտայից փոքր լինի, որ թե առաջինը, թե երկրորդ անհավասարությունը տեղի ունենա։ Ստեղից հարցեր, ասեն, արդեն սահմանով կարող ենք ասել, որ սինուս x-ը ձգտում է 1-ի, երբ որ x-ը 0-ի է ձգտում։ Հարցեր։ Ոնց որ մի փոքր թերություն կար։ Ինչն էր թերությունը, երբ որ գրում ենք արկոսինուս 1 մինուս էպսիլոն, դա պիտի որոշված լինի։ Ուտի այս արգումենտը միևնույն է մինուս 1-ից 1 լինի։ Հիմա որպեսզի շատ պայմաններ չասեինք, միևնույն է դրա մասին պիտի հոգ տանեինք։ Դա այնա մինուս 1-ից 1 չպահանջենք, պահանջենք 0-ից 1 թող լինի։ Ասեն էպսիլոնը 1-ից փոքր
վերցնելու հաշվին, միևնույնն է մեր համար կարևոր են որ էպսիլոնները փոքր, այսինքն 0-ին մոտիկ, հա, այսինքն հիմա էպսիլոնի վրա ինչ պահանջել դնենք որ փոքր է 1 միլիոներորդից, միևնույնն է լավ է, եթե 1 միլիոներորդից փոքրերի համար կարողանում ենք անել, դրանցից մեծերի համար այդ նույն դելտան վերցնելով էլի կապահովենք, այսինքն դժվարը փոքր էպսիլոնների համար անելն է, եթե այս փոքր էպսիլոնների համար կարողացանք անել, ամեն ինչ լավ է։ Ու այդ կապահովի արկոսինուսի գոյությունը, հա, պլյուս դրան էլ նաև պիկեսից փոքր լինելու պայմանն էլ ավտոմատ կապահովի, էլի։ Չեն առանձին մի հատ էլ այդ մինիմում գրելու կարիք չի։ Արի, այլ հարցեր։ Ֆունկցիայի սահմանի հանրների սահմանումը կոշի և հայների սահմանումների համարժեքությունը Now, դիցոք F որոշված է x բազմության վրա և an էլի x բազմության կուտակման կետը ընդ որում այն թույլ ենք տալի լինել թե վերջավոր թիվ, թե անվերջ, հա։ Հա, հիմա սահմանենք հայների սահմանումը տանք, հա, ֆունկցիայի սահմանի կասենք, որ fx-ը ձգտում է a-ին և x-ը փոքրատառային, եթե կամայական x-են հաջորդականության համար, հա, որը x-ից է, ու որի ոչ մի անդամ այն հավասար չի, ու որը իհարկե ձգտում է a-ին, եթե կամայական այսպիսի հաջորդականության համար տեղի ունի հետևյալը, որ սահման fx-ը այն անվերջի հետևից հավասար է մեծատառ a-ին։ Ձեն մեր ֆունկցիայի արժեքների սահմանը այս հաջորդականության վրայով an է։ Հա, հիմա արդեն այսպես ասած ունենք երկու սահմանում, մի հատ կոշի սահմանումը ունենք, մի հատ էլ հայների ու իհարկե կարևոր է համոզվել, որ այդ երկու սահմանումները միմյանց չեն հակասում, հա, համարժեք են, նույն իմաստ ունեն ու կախված իրավիճակից արդեն կարող են կամ մեկը օգտագործել կամ մյուսը ըստ նպատակահարմարության։ Հիմա սահման fx-ը
Սին fx-ն է ձգտում այն։ X-ն այն ժամանակ մենք ասում ենք fx-ն է։ Հա, հեսա, էլ։ Էլի fx-ն է ձգտում այն։ X-ն ասելով հասկանում ենք կամայական հաջորդականություն, հա, որը այն ձգտում է, այս տարբեր է ու բնականաբար մեր որոշման տիրույթից է, հա, որպեսզի fx-ը որոշված լինի։ Նա Պնդում Եթե fx-ը ձգտում է այն կոշի իմաստով, կամ ավելի ճիշտ առանց եթեի, հա, fx-ը ձգտում այն էս կոշի իմաստով, այն եւ միայն այն դեպքում, երբ fx-ը ձգտում այն x-ը այն ձգտելիս, հա, հայնեի իմաստով։ Կամ կոշի ու հայնեի սահմանի սահմանումները միմյանց համարժեք են, հա։ Ասենք հիմա գիտենք, որ կոշի իմաստով զուգահեռությունը կա, ուզում ենք տեսնենք, որ հայնեի իմաստով էլ էլի զուգահեռությունը կունենանք։ Դիցուք fx-ը ձգտում է այն, հա, կոշի իմաստով։ Այդ ինչ է նշանակում։ Հատ վերհիշենք սահմանումը։ Այնպես որ մեծատառան փոքր կլինի էպսիլոն։ Այստեղ իհարկե մի հատ փոքրիկ դետալ էլ պետք է ավելացնենք, որ մոդուլ x մինուս a-ն պետք է լինի նաև դրական, հա, որպեսզի x-ը արժեքը չընդունի։ Ու նաև ոնց որ x-ը x-ից է, հա։ 0-ից մեծ կամ հավասար է։ Հավասարությունը երբ է լինում, երբ որ x-ը հենց այ է լինում։ Ու մենք երբ որ սահմանը դիտարկում ենք, ակետում ոչ արժեքը, ոչ էլ որոշված չլինելը կարևոր չի, հա, մեզ այդ հենց այս սահմանում է այդ ասում, որ ակետում մեզ ընդհանրապես չի հետաքրքրում ինչա կատարում, մեզ հետաքրքրում է a-ին մոտիկ որոշման տիրույթի կետերում ֆունկցիայի արժեքները արդյոք մեծատառային մոտիկ են, թե ոչ։ Հիմա ոնց որ փոքրատար անմտնում է x-ի որոշման տիրույթի մեջ, թե ոչ։ Այո, այո։ Հենց այդ ենք ասում, որ հեչ կարևոր չի փոքրատառան x-ից է, թե ոչ։ Ինչն է կարևոր, որ փոքրատառան իհարկե լինի կուտակման կետ։ Այսինքն, որ i փոքրատառայի կամայական շրջակայքում x-ից կետեր լինեն։ Հա, որ ֆունկցիան որոշված լինի ոնց որ այն ինչքան ուզես մոտիկ կետերում, որ այդ այն ձգտելիս, որ սահմանը նայում ես, այն որ մոտենաս բացի այից ուրիշ կետեր լինեն։ Լավ, հիմա ուզում ենք տեսնենք, որ տեղի ունի սա, հա? Եզրակացնենք, որ սա էլ տեղի ունի։ Ինչ անենք։ Հիմա վերցնենք կամայական այս պայմաններին բավարարող հաջորդականություն ու համոզվենք, որ սահմանը fx-ը այ է։
Այս անունը եկեք 1 դնենք, հա։ Այժմ համոզվենք, հա։ Զենք, որ fx-ը ձգտում է a-ին, նաև հայնեի իմաստով, հա։ Վերցնենք կամայական x-ն, հա։ Կամայական x-ն, մեր որոշման տիրույթից, որի անդամները a-ից տարբեր են և x-ն ձգտում է a-ի, ցույց տանք, որ fx-ը այս պարագայում պետք է ձգտի մեծատառ a-ին, հա։ Իհարկե, այս n-ը երբ որ անվերջ չի ձգտում։ Հիմա մեզ սա ցույց տալու համար պետք է տեսնենք, որ մոդուլ fx-ն հանած a-ն փոքր է մեր ուզած էպսիլոնից։ Բավականաչափ ինչերի համար։ Որ դեպքում այս սա մեծ ինչերի համար, ինչը պիտի մեծ լինի։ N-երի համար, հա։ Ասանք, այո։ Ինչից է կախված այս արտահայտությունը, n-ից է կախված։ Հիմա ուզում եք, եթե ոնց որ էսի հաջորդականությունն է, չէ, իրանից ներկայացնում, այս հաջորդականությունը կձգտի a-ին, եթե կամայական էպսիլոնի համար ինչ-որ համար գտնեք, որ այդ համարից սկսած մոդուլ fx-ն հանած a-ն փոքր լինի էպսիլոնից։ Բարի։ Հիմա այս մոդուլ fx-ն հանած a-ի էպսիլոնից փոքր լինելը ըստ մեկ պայմանի կարող ենք ապահովել, եթե ինչը ինչին մոտիկ լինի։ x-ը ինչին մոտիկ լինի։ Փոքրատառ a-ին, չէ՞, եթե x-ը փոքրատառ a-ի դելտա շրջակայքում եղավ, արդեն այս պայմանից կունենանք, որ fx-ն էլ մեծատառ a-ի էպսիլոն շրջակայքում է։ Հա։ Հիմա իսկ x-ը կարանք փոքրատառ a-ի դելտա շրջակայքում գցենք։ Որտեվ x-ը ինչ է անում։ X-ը ձգտում է ինչին։ Այն, եթե x-ը a-ի է ձգտում, a-ի կամայական շրջակայքում x-ից ոչ միայն անվերջ թվով անդամներ կան, այլ բացի վերջավոր թվով անդամներից բոլորը այդ շրջակայքում են լինելու։ Հա, որտեվ հենց a-ին ձգտել է այդտեղ։ Բարի, հիմա այդ ամեն ինչը արդեն ֆիքսենք էպսիլոնը մեծ է 0 և թող դելտան լինի նրան համապատասխանող, հա, նրան համապատասխանող թիվը 1-ից։ Հիմա գիտենք, որ սահման x-ը n-ը անվերջի ձգտելիս ինչն է։ Մեծատառ, փոքրատառ, հա։ Հետևաբար այս ինչ է նշանակում, հələ կհիշեցնեք սահման, որ կամայական թվի համար, հա։ Մոդուլ x-ն հանածան փոքր է էպսիլոն։ Հիմա այս վերջի ասած էպսիլոնը ինչ ենք ուզում վերցնենք։ Դելտա։ Դելտա ենք ուզում վերցնենք։ Հետևաբար նախորդի ֆիքսած դելտայի համար, հա, դելտան մեծազրո թվի համար, հա,
գոյությունն ինչ որ մի հատ համար, որը կախված է լինելու ինչից։ Դելտայից, իսկ այդ դելտան իր հերթին ու ինչից էր կախված։ Էպսիլոնից, հա։ Այսին ի վերջո ինչը որ գտել ենք, կախված է էպսիլոնից, հա։ Ոնց մի հատ համար կա, այնպես որ այդ համարից սկսած ինչ է տեղի ունենալու։ Մոդուլ xn մինուս փոքր դելտա։ Դե գիտենք, որ xn-ը a-ին հավասար չի, սրանն էլ երկուս լինենք, հա, քանի որ xn-ը հավասար չի a, հետևաբար մոդուլ xn մինուս a-ն մեծ է 0, ու հիմա եթե արդեն համադրենք 1-ը ու 2-ը, ինչ կստանանք։ Հետևաբար, ինչպես։ Որ fxn-ի սահմանը մեծատար է։ Հա, այս ոնց որ այդ մասը գրենք։ Հետևաբար համադրելով 1-ն ու 2-ը, հա։ Ինչ կստանանք, որ կամ այդ կամայական էպսիլոնի համար, որ սկզբից ի սկզբանե ֆիքսել էինք, գոյություն ունի մի հատ համար, չէ, որը ինչպես տեսանք էպսիլոնից էր կախված, այնպես որ այդ համարից սկսած ինչ է տեղի ունենում, մոդուլ xn մինուս a-ն 0-ի ոնց որ դելտայից էր փոքր լինում, դրա հետևանքով էլ fxn-ն էլ այս մասը մանրամասն գրենք, թե համադրելով 1 ու 2-ը կստանանք, որ մոդուլ fxn հանած մեծատար a-ն փոքր է էպսիլոնից, երբ ինչ։ Այսքան էպսիլոնից փոքր կլներ, երբ որ xn մինուս a-ն փոքր է դելտա։ Ինչը տեղի ունի վերջինս, հա, կամ եթե տենց ոնց որ մի վերջինը տեղի ունի, որ n-երի համար։ Երբ n-ը մեծ կանասարային 0։ Հիմա որ ամփոփենք, ինչ ստացանք։ Ամփոփելով կստանանք, որ կամայական էպսիլոնի համար մի հատ համար գտանք, որը կախված էր, ինչպես տեսանք, էպսիլոնից, չէ՞։ Որ հենց n-ը մեծ կամ հավասար է այդ համարից, այս fxn հանած i մոդուլը փոքր է էպսիլոն։ Այդ արանքին էլ չեն գնում, այստեղ հիմա ամփոփելով գրեցինք մաքուրային ինչ որ մեզ պետք էր։ Մեզ պետք էր, որ մոդուլ fxn-ը հանած ամփոքր լիներ էպսիլոնից, այդ էլ ստացանք։ Հա։ Մի կիլո ճաշ եփելու համար պետք էր կես կիլո կարտոֆիլ, հիմա էլ չենք ասում, որ գնացինք այդ կարտոֆիլը առանք, բերեցինք, կլպեցինք, ասում ենք, հեսա այս մի կիլո ճաշը ստացանք։ Եվ, հետևաբար սահման fxn-ը հավասար է a։ Տեսանք, որ Կոշիի սահմանումից բխում է Հայնեի սահմանումը, հիմա մի հատ էլ հակառակը պետքա ցույց տանք, որ այժմ ունենք, որ
fx-ը fx-ը ձգտում է a-ին հայնեի իմաստով ցույց տանք, որ ձգտում է նաև կոշի իմաստով, հա։ fx-ը ձգտում է a-ին նաև կոշի իմաստով։ Լավ, ինչպես սա կարող ենք անել։ Ինչ մտքեր կա։ Ոնց որ Հիմա կոշի իմաստով այդ զուգամտությունը ցույց տալու համար պետք է ցույց տանք, որ կամայական էպսիլոնի համար հենց այդ շրջակայքում ենք, որ դելտա շրջակայքում ենք, ամեն ինչ կարգին է լինում։ Կարող ենք սկսել, որպեսզի կոշի իմաստով զուգամտությունը ցույց տալ, կարող ենք սկսել ինչից։ Ոնց որ լավ, խնդիրը ինչու՞մն է, որ երբ որ կոշիից հայնեի են գնում, հա, դու ասում ես հենց շրջակայքում ընկար, արդեն լավ է, ու հայնեի մոտ դու վերցնում ես հաջորդականությունը, որ ձգտում էր այ, այդ շրջակայքում կընկներ, լավ կլիներ։ Հակառակը գնալիս, հա, եթե տենց ճիշտ նույն ուղիղ փորձենք շարժվել, դու ասում ես, դե ինչ հաջորդականություն էլ վերցնես, որը այն ձգտում է, ոնց որ վերջը լավ կլինի, հիմա ուզում ես a-ի շրջակայք վերցնես, այդ շրջակայքում հիմա տենց բոլոր կետերի համար ոնց համոզվես, որ a-ի ինչ-որ շրջակայքի բոլոր կետերի համար այդ ամեն ինչը կլինի այնպես, ինչպես ուզում ես, ոնց որ այդ շրջակայքը ինչ-որ իմաստով մի քիչ ավելի ոնց որ շատ լինի, քան պարզապես հաջորդականությունը։ Ну, այնտեղ լավ էր, որ միատիկ պարզապես հաջորդականություն չէր, այլ բոլոր հաջորդականությունների համար էր, հա, դրա հաշվին էր դա ամեն ինչը դրա հաշվին է համարժեք դառնում։ Ընտիր, ենթադրենք հակառակը, հա։ Քիչեսնես անունդ նորից անե։ Ենթադրենք հակառակը։ Այդ ինչ է նշանակում։ Հիմա այն ժամանակ կամայական էպսիլոնի համար պետք է մի հատ դելտա լիներ, չէ՞։ Գոյություն ունի մի հատ էպսիլոն 0։ Ինչ դելտա էլ որ վերցնենք։ Հիմա այն ժամանակ այս մեր x-ը մոդուլ x մինուս a-ն պետք է չէ, ոնց որ եթե x-ը a-ի դելտա շրջակայքից էր, այդ x-ը ինչպիսին էր, կամայական թե գոյություն ունի։ Գոյություն ուներ տենց x, թե սկզբում սահմանման մեջ։ Կամայական x-ի համար a-ի դելտա շրջակայքից, թե ինչ որ x-ի համար։ Կամայական։ Հիմա ինչ կդառնա։ Հա, գոյություն ունի x այնպես որ մոդուլ x մինուս a-ն դելտայից փոքր է, նու 0-ից էլ մեծ է, հա։ Հա, x x-ից, հա, այնպես որ սա այսպես է եւ էլ ինչ պետք է տեղի ունենա։ Մոդուլ f Հա։ Հա, այսինքն այդ նույն ինչքան ուզում ես շրջակայքը փոքր վերցրա, միևնույնն է ինչ-որ մի հատ կետում, մեր ֆունկցիայի այդ շրջակայքից ինչ-որ մի կետում, ֆունկցիայի արժեքը a-ից ինչ-որ կոնկրետ չափով հեռացված է լինելու, գոնե։ Հա։ Շատ լավ։ Հիմա այստեղ մեր ձեռքում ինչն է։
Ինչը կարող ենք փոփոխել։ Դելտան։ Դելտան փոփոխենք ու ստանանք տարբեր ինչեր դրան համապատասխան։ Ինչն է դելտայից կախված փոփոխվելու։ X-ն է փոփոխվելու։ Էպսիլոնը արդեն ֆիքսած է, ինչ որ մի հատ ֆիքսած էպսիլոնի համար, ինչ դելտա ուզում ես վերցնել, ինչ շրջակայք ուզում ես վերցնել, ինչ որ մի կետում մեր ֆունկցիայի արժեքը i-ից շատ է տարբերվելու, հա, ինչ որ կոնկրետ չափով տարբերվելու է, հա։ Վերցնելով դելտան ինչ արժեքներ կուզենայիք վերցնեիք։ Փոքր։ Հնարավորինս պիտի փոքրացնենք։ Ասենք ինչ արժեքներ վերցնենք։ Ոնց որ մի հատիկ արժեքով չենք բավարարվի, հա։ Ինչքան ուզում եմ մի հատիկ փոքր թիվ ասեք, միևնույնն է, դա քիչ կլինի։ Հա, ասենք հիմա ոնց որ լավ, դելտան ինչ մի քանի հատ արժեք, ասենք մի հատիկ 1 վերցրեցինք, հաջորդը ինչ կուզենաք վերցնեք։ 1/2, հետո Okay։ Բայց հələ x-ը մի կողմ դնենք, ոնց որ ինչ հաջորդականություն կվերցնեինք դելտայի հետ։ 1/3, պարզապես։ Վերցնելով դելտան հավասար է 1/3, հա, որտեղ այնը պատկանում է այնի, կստանանք, որ յուրաքանչյուր, հա, n-ը պատկանում է n-ի համար, գոյություն ունի մի հատ x, այդ x-ն էլ արդեն բնականաբար կախված է լինելու n-ից, չէ, գոյություն xn, այնպես որ մոդուլ xn հանած Մատ նայեք էլ այնտեղ ինչ է գրած։ Մոդուլ x-ն հանած an փոքր կլինի ինչից։ 1/3-ից մեծ կլինի 0-ից, հա։ Եվ մոդուլ f(x)-ն հանած մեծատար an մեծ կանսար կլինի էպսիլոն 0-ից։ Շատ լավ։ Հիմա այս x-ը, եթե i-ի 1/3 շրջակայքում է գտնվում, այսինքն ստեղից ինչ ենք ստանալու, որ x-ը ինչի եւ ինչի միջև է գտնվելու, կասեք։ Եթե x-ը i-ի 1/3 շրջակայքում է, a plus 1/3, a minus 1/3, հա։ Ու այս երկուսն էլ ձգտում են մեր մոտ i-ին ու կարող ենք օգտագործել ոստիկան կանոնը, հա, որտեղից օգտագործելով ոստիկանների կանոնը ստանանք, որ x-ը ձգտում է i-ին։ X-ը i-ին ձգտում է, x-ը i-ին հավասար չի, x-ը x-ից է, հիմա կարող ենք կիրառել արդեն i-ի սահմանումը, հա, սահմանի i-ի սահմանումը։ Հետևաբար
օգտագործելով ֆունկցիայի սահմանի հայնեի սահմանումը, հա։ Ստանանք, որ fx-ը ձգտում է մեծատարային, բայց այդտեղ մենք ինչ էինք ասում, որ մոդուլ fx-ն մինուս a-ն մեծ կանոնսար է էպսիլոն 0, ինչը հավաքածություն է, հա, որը հավաքածում է մոդուլ fx-ն անացան մեծ կանոնսար է էպսիլոն 0, այստեղ որ էների համար սա տեղի ուների դեպ։ Հա? Հենակ, բոլոր էների համար տեղի ունի, որտեվ դուք անընդհատ դելտան ինչ-որ մի հատ 1/3 եք վերցրել, դրան համապատասխան այդ տարն եք գտել, հա, ai 1/3 շրջակայքից այն թիվն եք գտել, որտեղ ֆունկցիայի արժեքը ai-ից գոնե էպսիլոն 0 չափով հեռացված է, հա։ Այստեղ, ցենց, այս պայմանին։ Եկանք հակասության։ Դեն ոնց որ այս սրա միջոցով կառուցեցինք, հա, մի հատ հաջորդականություն, որտեղ արդեն խնդիր առաջացավ ու հետեւաբար fx-ը կձգտի a-ին նաև կոշի իմաստով։ Հիմա եկեք այս օգտվելով այդ կոշի ու հայնեի սահմանների համարժեքությունից հաշվենք հետևյալ սահմանը։ Սահման n-ը ձգտում է անվերցության n անգամ սինուս 1/3-ը։ Ինչպես կարող ենք այս սահմանը հաշվել։ 1/3-ը ձգտում է 0-ի։ Ինչպես։ Բարի։ Հա, բայց դա անորոշություն է։ Հա, եթե այս անգամ n-ը գրենք այս տեսքով, ուստեղ արդեն պետք է օգտվենք հա, ոնց որ սինուս x/x-ի 1-ի ձգտելուց, հա, քանի որ սահման սինուս x/x-ը x-ը 0-ի ձգտելիս հավասար էր 1-ի, հա, քիչ առաջ էինք ապացուցել, օգտվելով արդեն այս ոնց որ կոշի սահմանման համաձայն այս ամեն ինչը ցույց ենք տվել, հա, նույն ձևով ըստ հայնեի սահմանման էլ այս ամեն ինչը տեղի կունենա, այսինքն x-n-ի տեղը վերցնելով պարզապես մի հատ պետք է x-n ինչ x-n էլ վերցնենք 0-ի ձգտող, այս սինուս x-n բաժանած x-n-ը պետք է ձգտեր 1-ի։ Հիմա x-n-ի տեղը ինչ ենք վերցնում 1/3։ Օգտագործելով լավ կամ հետևաբար սինուս x/x-ը կձգտի 1-ի ըստ հայնեի երբ x-ը ձգտում է 0-ի, ուստի վերցնելով x-ը հավասար է 1/3, որը ձգտում է 0-ի, կստանանք որ սինուս x-n բաժանած x-n-ը, այսինքն սինուս 1/3 բաժանած 1/3-ը ձգտում է 1-ին, այնա անվերցության ձգտելիս։
Մենք այնտեղ լինում x-ը ձգտում ա 0-ի, երբ մենք տեղ խնդրում ենք, որ x-ը ձգտում ա 0-ի երկու կողմից, բայց այս դեպքում ինքնուրույն դրական կողմից ա ձգտում։ Բայց քանի որ եթե մենք ու դրական ոնց որ իհարկե sense առաջին s-ի s առանձին պնդումը շատ ավելի թույլ է, քան սահման սինուս x-ի օրթի մեկը ձգտելը։ Որ մի կողմ ոնց որ այստեղ sense մի բան է պետք հասկանալ, հա, եթե հայնեի սահմանման մեջ մենք x-ը ինչ որ մի հատի կոնկրետը վերցնեինք, հա, ոչ թե բոլոր x-ն հաջորդականությունների համար ասեինք, այլ ինչ որ մի հատի կոնկրետի համար ասեինք, դա շատ ավելի թույլ պնդում կլներ, քան կոշի սահմանումը։ Բայց քանի որ թույլ ենք տալի, որ x-ն հաջորդականությունը կամայական փոքրատառային ձգտողը լինի, դրանք իրար համարժեք են ստացվում այդ երկու սահմանումները։ Ձեն հիմա ինչը վերաբերվում է կոնկրետ մեր օրինակին, մենք ցույց ենք տվել, որ այս սահմանը մեկա, ճիշտ է։ Դա նշանակում է, որ ինչ x-ն հաջորդականություն էլ վերցնենք 0-ի ձգտող, սինուս x-ն-ը 1/3-ը ձգտելու, մասնավորապես սինուս 1/3-ը բաժանած 1/3-ի էլի 1-ը ձգտելու։ Այլ հարցեր, ահա։ Այսինքն մենք ընդունենք, որ x-ը 0-ի ձգտելու դեպքում սահմանենք, n ձևարեցինք, որ n-ը ձգտի անվերջի, ոնց որ x-ը փոխեցինք 1/3-ով, որ n-ը անվերջի ձգտի, բայց նրանց օգտվենք։ Հա, մենք երբ որ գիտենք, որ սինուս x/x-ը x-ը 0-ի ձգտելիս 1-ը ձգտում, դա նշանակում է, որ այս x-ի փոխարեն ինչ x-ն հաջորդականություն էլ վերցնեինք, որը էլի 0-ի ձգտեր, ունենալու ենք, որ այդ ֆունկցիայի արժեքները ձգտելու են նույն 1-ին։ Հիմա x-ի փոխարեն վերցրել ենք 1/3-ը։ Այլ հարցեր։ Okay. Միակողմանի սահմաններ Եթվի ընդհանուր բանաձևը, հա։ Կասենք, որ մեծատառան fx-ի օրինակ աջակողմյան սահմանն է x-ը փոքրատառային ձգտելիս Եթե ինչ։ Մի հատ սովորական սահմանը կհիշացնենք ոնց էր, որ եթե կամայական էպսիլոն դրական թվի համար, հա, գոյություն ունի ինչ։ Այստեղ հաջորդականություն տեսնում ենք։ Չկա հաջորդականություն, այստեղ գոյություն ունի դելտա, հա, դրական թիվ, այնպես որ Ինչ է։ Հա, եթե x հանածան մոդուլով դելտայից փոքր էր ու 0-ից մեծ էր, fx-ը մոդուլ fx մինուս մեծատառ ան փոքր է էպսիլոնից։ Հիմա այստեղ ասում ենք աջակողմյան սահման, ուզենալու ենք, որ x-ը լինի i-ի աջ կողմում։ Այսինքն, այստեղ x-ը կլինի i-ի և a պլյուս դելտայի միջև։ Չէ, վերին չէ։ Աչից ես մոտենում։
Այսին հիմա լավ մի հատ ստեղ օրինակ կնայենք, մի հատ ձախակողմյան սահմանն էլ ասենք, օրինակ նայենք, այդ տարբերությունները տեսնենք, հա։ Սահման, կասենք, որ ան fx-ի ձախակողմյան սահմանն է, հա։ Երբ x-ը ձգտում է a-ին, հա, a-ին ստեղ կոման սահմանն է, a-ին ձախից ձգտելիս Այստեղ այդ վերջավորի անվերջի այդ հարցը չկա, որովհետև անվերջավոր է մեր մոտ, ու ինչի այդ հարցը չկա, որովհետև պլյուս անվերջին չես կարող աչից մոտենաս, հա, միայն ձախից կարող ես մոտենաս, կամ մինուս անվերջին միայն աչից կարող ես մոտենալ, հա, այսին անստեղ մեր մոտ վերջավոր է, իհարկե կարևոր է այդ շեշտելը։ Հիմա Հա, նա x-ը, նո, լավ, այն ձգտելիս, հա, դա x-ն է այն ձգտում, նո, իհարկե x-ը այն, որ ձգտում է, տվյալ դեպքում ձգտում է ձախից, հա, ու ստեղ աչից էր, հիմա ձախից է ձգտում, հիմա ստեղ ինչ է, Եթե կամայական էպսիլոն դրական թվի համար ինչ է տեղի ունենալու։ Գոյություն է ունենալ մի հատ դելտա։ Այնպես որ հենց հիմա արդեն ձախ կեսում է, հա։ Եթե a- դելտան փոքր է x փոքր է, տեղից բխում է, որ մոդուլ fx մինուս an փոքր է էպսիլոնից։ Լավ, եւ կգրենք այսպես, հա, f կամ a+, ու կարող է a+0 էլ, տենց գրեք, նայած թե ոնց կգրենք, կամ կգրենք այսպես, սահման fx x կներեք, ստեղ ձախակողմյանն ենք նայում, a-, հա, x-ը ձգտում է այն ձախից, ու այդ an արդեն այսպես կնշանակենք, կամ այսպես, հա։ Հիմա փաստորեն ինչ էինք ասում, օրինակ եթե դիտարկենք fx-ը հավասար է սիգնում x-ը, ինչը հիշացնենք ինչ էր, 1 էր, երբ որ x-ը մեծա 0, մինուս 1, երբ որ x-ը փոքր է 0, ու 0, երբ որ x-ը 0 է։ Այսպես, այս 1-ն է, այս մինուս 1-ն է, դա են էլ 0-ն է։ Հիմա, եթե 0-ին աչից մոտենանք, մեր ֆունկցիայի սահմանը ինչն է լինելու։ 1, հա։ Իսկ եթե ձախից ենք մոտենում, ֆունկցիայի սահմանը կլինի մինուս 1, հա, այսին ստեղ սահման, չգնեմ, սիգնում x, x-ը ձգտում է 0-ին աչից, դա 1 է, իսկ ձախակողմյան սահմանը այդ մինուս 1-ն է։ Ինչ է 1-ը և ինչ է մինուս 1-ը։ Հա, լավ, հիմա ասենք եթե այս սահմանումով շարժվենք, x-ը ձգտում է 0-ին ձախից, հա, սիգնում x-ի սահմանը ուզում ենք հասկանանք, որ մինուս 1-ն է։ Ինչ պիտի անենք, կամայական էպսիլոնի համար պիտի դելտա գտնենք, որ հենց x-ը 0-ի և մինուս դելտայի միջև է, ան մեր մոտ 0-ն է։
0-ի մինուս դելտայի միջև է, սիգնյում x-ը հանած մինուս 1-ը ինչ որ բանից փոքր է։ Սիգնյում x-ը 0-ի մինուս դելտայի միջև։ Հիմա եթե մենակ այս ձախակողմյան շրջակայքն ենք վերցնում, սիգնյում x-ի արժեքները որքան են։ Որն է սիգնյում x-ի արժեքը այս կետերի համար։ -1։ Հիմա սիգնյում x-ից որ հանենք -1-ը, ինչ կստացվի։ 0։ Ու այդ 0-ն իհարկե էպսիլոնից փոքր կլինի ու դելտան կարող ենք վերցնենք կամայական, որտեվ ինչքան ուզում ես դելտան մեծ ու փոքր վերցնա, միևնույնն է այդ տվյալ սիգնյում x ֆունկցիայից հանած -1-ը պարզապես նույնաբար 0 է, x-ից կախված չի։ Հա։ Լավ, հիմա մի հատ ստեղ սենց օրինակ բերեմ, եթե այս, չգիտեմ, այս ասենք 1 թիվն է, այս էլ ասենք 1.5 թիվն է։ Հիմա ինչ կասեք այս A կետում ֆունկցիայի ձախակողմյան սահմանի մասին ու աջակողմյան սահմանի մասին։ Ձախակողմյան սահմանը ինչն է, 1-ն է, երբ որ A-ին ձախից եք մոտենում, ֆունկցիայի արժեքները մոտենում են 1-ին։ Տեսնում ենք։ Իսկ եթե A-ից ենք մոտենում, ֆունկցիայի արժեքները ձգտում են 1.5-ին։ Ընդհանրապես դրա մասին է խոսքը։ Ստեղից հարցեր։ 1/3-ը դա արդեն հաջորդականություն է։ Այստեղ ոնց որ ոնց որ այստեղ ընդհանրապես ոչ մի հաջորդականության մասին տեսեք խոսք չկա։ 1x-յորդ ֆունկցիան ենք նայում։ Ահա, 1x-յորդ ֆունկցիան, որ նայում ենք, եթե 0-ին a-ից մոտենանք, ինքը կձգտի պլյուս անվերջի, որ ձախից մոտենանք, ինքը կձգտի մինուս անվերջության։ Էտա։ Այստեղ ոնց որ մինուս ենք դրել, իհարկե ստեղ էլ մի հատ ավելացնեք, որ այդ նույն բանը պլյուսով, հա։ Այսինքն եւ կգրենք որ այդ f a պլյուսը կամ սահման fx-ը x-ը ձգտում է a-ին a-ից, a-ը։ Հա, a պլյուս a մինուս, a-ից մեծ, թե a-ից փոքր, հա։ Աջակողմյանը ընդամենը a կետին a-ից ենք մոտենում, Ձախակողմյանը այդ A կետին ձախից ենք մոտենում, այսինքն երբ որ այն ժամանակ դիտարկում էինք A-ի շրջակայքը, հիմա դիտարկում ենք A-ի ոնց որ աջակողմյան շրջակայք, այսինքն այդ շրջակայքի աջ կեսը կամ ձախակողմյան շրջակայքը այդ նույն շրջակայքի A- դելտա A+ դելտա շրջակայքի ձախ կեսը։ Նորմալ է, թե չէ։ Լավ։ Բարի, մի հատ էլ մի բառ էլ ասենք, սրանով ավարտենք։ Ինչպես։ Այ ֆունկցիայի արժեքը իրականում հեչ կարևոր չէր։ Ֆունկցիայի արժեքը կարող էր ստեղ լինել։ Այդ ֆունկցիայի այդ կետում արժեքը հեչ կարևոր չի, ինչա։ Բարի, մի բառ էլ գրենք, ավարտենք, հա, աջակողմյան եւ ձախակողմյան սահմաններին անվանում են միակողմանի սահմաններ։ Մի հատ հարցել, ինչ եք ակնկալում, ֆունկցիան երբ կունենա սահման, երբ որ այդ միակողմանի սահմանները ինչպիսին են։ Հա, իրար հավասար լինեն, չէ՞։ Ասենք օրինակ այս դեպքում չեք ակնկալում, որ սահման ունի ֆունկցիան, բայց եթե ոնց որ
այսպես շարունակվեր, արդեն աջակողմանը ու ձախակողմանը իր հավասար կլինեին ու այդ ժամանակ ֆունկցիան տվյալ կետում սահման կունենա, չէր ունենա, կունենա։ Այդ հաջորդ դասին արդեն կհամոզվենք։